Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, շատ շնորհակալ եմ ձեր աջակցության համար, ձեր աջակցության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք շարունակել մեր աշխատանքը եւ արդյունավետությունը բարձրացնել ընթացս։ Միջև մեր հիմնական թեմային կանդրադառնանք, ես խնդրում եմ բաժանորդագրվեք, հավանեք եւ տարածեք տեսանյութերը Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքում։ Նաեւ այսպիսի մի իրավիճակի մասին եմ ուզում ձեզ հայտնել, տեղեկացնել, որ վերջին ժամանակներում իմ YouTube-յան ալիքում իրականացած լայնածավալ աշխատանքը եւ ակտիվությունը տարբեր դերակատարների մոտ մարսողական խնդիրներ է առաջացրել եւ դրանով պայմանավորված ագրեսիվ հարձակումներ են սկսել իմ սոցիալական կայքերի վրա։ Այդ թվում նաեւ YouTube-ի եւ իհարկե իմ ընկերները կարողանում են կապ հաստատել հենց YouTube ընկերությանը եւ փորձել պարզաբանել իրավիճակը եւ նրանք հայտնում են, որ մի խումբ ոչ իրական էջեր, այսպես կոչված ֆեյքեր, բողոքարկում են YouTube-յան ալիքը։ Այստեղ մի օրինաչափ խնդրանք է առաջանում բոլոր այն անձանց, ովքեր որ սատարում են մեր գործունեությանը, խնդրում եմ աջակցեք բարի խոսքերով, ձեր հաղորդագրություններով, նաև այն հանգամանքով, որ դուք կարողանում եք օժանդակել YouTube-ում, որպեսզի թույլ չտանք մեր այն ոչ բարյացակամ ուժերին, որոնք փորձում են կասեցնել Հայաստանի շնորհապետական կուսակցության ընթացքը, խափանել մեր գործունեությունը, թույլ չտանք, որ հաջողության հասնեն։ Բացի բաժանորդագրվելը, մենք նաև ժողովրդին դիմել ենք, որպեսզի մեզ աջակցեն ֆինանսապես։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են աջակցել կուսակցության հաշվեհամարին անպայման նպատակ բաժնում գրելով նպատակը որպես նվիրատվություն եւ իրենց անուն ազգանունը անձնագրի տվյալները։ Դա ցանկացած բանկում կամ հավելվածի միջոցով հնարավոր է անել, QR կոդը դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Իսկ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են աջակցել ոչ քաղաքացի հանդիսացող հայրենակիցները կարող են աջակցել The Armenian Nexus ինֆորմացիոն հարթակին, որը նաև օժանդակում է, որի շնորհիվ նաև մեր լրատվական եւ այս վերլուծական աշխատանքն են կատարում։ Այսինքն դուք անմիջապես օժանդակում եք ինձ իմ կատարած մեդիա դաշտում գործունեության համար։ Շնորհակալություն։ Հիմա ես ցանկանում եմ խոսել հիմնական այն թեմայի շուրջ, որը մենք այս շաբաթվա սկզբում իրականացրեցինք, դա Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումն է։ Ասեմ, որ ես խանդավառված եմ ֆորումի ծավալներով, թեպետ եւ մենք մամուլի հաղորդագրություն էինք հղել բոլոր լրատվականներին, որպեսզի բոլորը գային, բայց մասնակցեցին 1-2 լրատվականներ, որոնցից մեկը խիստ ընդդիմադիր կեցվածքով թեպետ եւ մենք մեր կարմիր գիծը, կարմիր թելի նման տանում ենք, ասում ենք, որ ցանկացած մեր նախաձեռնություններում որևէ նախկին 3 նախագահների ներկայիս վարչապետի քաղաքական ուժերը, նրանց սպասարկող արբանյակ ուժերը եւ քաղաքական գործիչներն ու անձիկ չեն կարող մասը դառնալ եւ մեր շուրջը հավաքվել, այնուամենայնիվ նրանց կողմից հետաքրքրություն եկել էր, իսկ իշխանական մամուլը առհասարակ փորձում է չտեսնելու տալ մեր կատարած աշխատանքը եւ մեր գոյությունը եւ փորձում են Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին տեղավորել այն նարատիվների պատումների մեջ, որը հարմար է իրենց։ Մենք շատ լավ գիտենք, չէ, որ նման ձախողումներով պայմանավորված նրանց վերարտադրվելու հնարավորությունները զգալիորեն նվազել են եւ նրանք փորձելու են ստեղծել մի ալտերնատիվ իրականություն, որը իրականության հետ աղերս չունեցող ինչ որ մի հանգամանք կլինի, որպեսզի կարողանան ժողովրդին պարտադրել իրենց ընտրանքը, այսպես ասած։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ֆորումը ծնվեց ի պատասխան Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ ներկայացրած խայտառակ հռչակագրի, որով նրանք հայցում են հայ ժողովրդի քվեն, որ իրականացնեն այն պլանը, որը որ այդ հռչակագրում նշված էր։ Ըստ էության դա Հայաստանի Հանրապետության լիկվիդացիան խորհրդանշող ինչ-որ մի գործընթաց է, որի վերջնարդյունքում պետք է ծնվի ինչ-որ մի նոր պետություն, որի այլ դերակատարների կողմից ճանաչվելու հանգամանքը միանգամայն կասկածելի է։ Եվ եթե նրանք չեն կարող երաշխավորել, որ աշխարհի 192 պետությունները կճանաչեն այդ նոր ստեղծվող պետությունը, նշանակում է, որ նրանք լարախաղացի նման ընթանում են պետությունը կործանելու ճանապարհով։ Այն պետությունը, որը որ այդքան մաքարումների միջոցով
վերաանկախացավ 91 թվականի համազգային հանրաքվեի միջոցով, ընդ որում ուղիղ միացումների ժամանակ Հայաստանի վարչապետը կասկածելի է համարում այդ փաստը, կասկածելի։ Ինձ համար տարօրինակ է, այդ դեպքում ինչն է ինքը ոչ կասկածելի համարում, հեղափոխությունը, որտեղ մոտ 500,000 մարդ էին մասնակցում, ընտրական իրավունք ունեցող մարդկանց քանի տոկոսն էր այդ մարդկանց ներգրավվածությունը։ Իսկ այդ հիշյալ անձը պետք է պատմություն գնա, նայի, կարդա, համացանցում էլ, եթե Վիկիպեդիայում էլ գրի 1991 թվականի անկախության հանրաքվե, կտեսնի, որ ընտրական իրավունք ունեցող ազգաբնակության 90%-ից ավելին մասնակցել է եւ զգալի մասը այո է անվանել, այսինքն մոտ 90%-ից ավելին այո է անվանել։ Դա մոտ 2 միլիոնից ավել մարդ է։ Այն էլ այն ժամանակվա Հայաստանի Հանրապետությունը, որտեղ 91 թվականին 3 միլիոն 300,000-ից ավել մարդ էր բնակվում, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի խեղաթյուրված Հայաստանում չէինք, որ 1 միլիոն մարդ լքեց։ Այնուհետև Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պատճառով բազմաթիվ 100,000-ավոր մարդիկ Հայաստանը լքեցին։ Նիկոլ Փաշինյանի օրոքել արտագաղթ կա։ Բայց դա մինչև այդ աղետալի իրավիճակները Հայաստանն էր, երբ որ 3 միլիոն 300,000 հայից ավել մարդ կար։ Ինչևից է, այս վտանգավոր իրավիճակները ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ մենք որպես քաղաքական ուժ երկար ներսում քննարկումներ ունենալուց հետո հասկացանք, որ սա մեկ քաղաքական ուժի հնարավորություններից վեր հանգամանք է, եւ այս իրավիճակում մենք կոչված ենք նախաձեռնելու մի հարթակ, որը կդառնա բոլոր առողջ ուժերի հավաքատեղի, որը կլինի ըստ էության վերկուսակցական հավաքատեղի, որտեղ մարդիկ կկարողանան համաձայնվել եւ փոխպայմանավորվածություն գան հստակ կետերի շուրջ, անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ այլ հանգամանքներից։ Բարեբախտաբար երկուշաբթի օրը բազմաթիվ հրավիրյալներ կային, մարդիկ կային, ում ես հրավիրել էի, բայց օբյեկտիվ պատճառներով չկարողացան գալ, արտերկրում էին, մարդիկ կային, որոնք որ հրավիրվել էին եւ ընդունել էին հրավերը, բայց ոչ օբյեկտիվ պատճառներով չեկան, հետո պատճառաբանեցին, բայց այս կազմը միտված է լինելու ընդլայնվելու, որոշ մարդկանց եւս մի քանի անգամ կփորձենք հրավիրել, եթե տեսանք անարձագանք ենք մնում, այդ դեպքում թող իրենց ճանապարհով ընթանան, տեսնենք հələ այդ ինչ են իրենք անում, ինչ են ուզում անել, որպեսզի այս աղետալի իրավիճակում Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը միտված գործողությունները կասեցվեն։ Եթե շնորհապետական կուսակցությունը, որ բոլոր սոցիոլոգիական հարցումներում պատկառելի տեղ է զբաղեցնում, հասկանում է, որ միայնակ այս գործընթացը հնարավոր չէ կասեցնել։ Հրավիրում է հանրային եւ մեդիա դաշտերում հեղինակություն համարվող անձանց, որպեսզի կարողանանք միահամուռ մեթոդների փնտրտուքի հարց լուծել, հասկանանք ինչ կարելի է անել, ապա բոյկոտող կողմերը թող իրենք մտածեն իրենց դերակատարությունը առհասարակ։ Եվ հետո այստեղ մի հարց կա։ Սա իհարկե հրավերը գնացել է անձամբ իմ կողմից, բայց ոչ որպես կուսակցության ղեկավար, այլ որպես Գուրգեն Սիմոնյան անհատ։ Եվ այս հանգամանքով մենք փորձելու ենք ձևավորել վերկուսակցական հարթակ կոլեգիալ կառավարման հնարավորություններով եւ շնորհապետական կուսակցությունը կանգնած կլինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործընթացի թիկունքին իր բոլոր հնարավորություններով, ինչպիսիք որ ունի իր ձեռքի տակ։ Կանխավ ասեն, որ նման հավաքը ամենևին էլ քաղաքական մերձեցման, կոալիցիաների ձևավորման մասին չէ առայժմ, դրա համար այլ զրույցներ կլինեն։ Շատ հնարավոր է, որ այդ հարթակում ներգրավված առողջ ուժերը կառուցողական օպոզիցիա, անդիմություն լինեն միմյանց։ Շատ հնարավոր է, որ քաղաքական գործընթացների զարգացման առումով այդ հարթակում ներգրավված անձիկ եւ քաղաքական ուժերը այլ քաղաքական նախապատվություններ եւ ակնկալիքներ ունեն։ Բայց առանցքային է, որ այդտեղ հավաքված անձիկ պետք է աներկբաորեն որևէ կապ չունենան Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, նրանց սատարող արբանյակ ուժերի եւ անձանց հետ դա փաստ է։ Բացի այդ,
Մենք չենք համարում իրենց այլընտրանք հորջորջող այն ուժերին որպես այլընտրանք, որոնք որ թիրախավորում են կոնկրետ անձանց, իրենց գերնպատակն են համարում դիմացի քաղաքական ուժի առաջնորդին նվաստացուցիչ վիրավորանքներ հասցնելով իրենց չեղած վարկանիշը բարձրացնելը։ Նման անձիկ ինքնաբերաբար հարված են հասցնում հայ ժողովրդին այլընտրանքներ ունենալու հնարավորությանը։ Մենք ձեռնպահ ենք մնում նման ոճից, նման գործելավոճից, եւ ես իբրև քաղաքական ուժի առաջնորդ համարում եմ, որ իմ ասելիքը գաղափարախոսություններին է միտված։ Ես գործ չունեմ դիմացիս անձի որակական հատկանիշներից, առավել եւս որ մեծ հավանականությամբ ես նրան չեմ էլ ճանաչում որպես մարդ, որպես անձ։ Նրա ընկերները, նրա շրջապատը, նրա ընտանիքի անդամները թող խոսեն նրա որակական հատկանիշների մասին։ Եվ եթե ինչ-որ մի հանցավոր գործունեություն է ծավալել, թող քրեական եւ իրավական դաշտը պատասխան տա։ Ես փաստական իրեղեն ապացույցներ իմ ձեռքի տակ չունեմ այս կամ այն անձի նկատմամբ, որ ես կարողանամ թիրախավորել նրան որպես անձ։ Կարող եմ իմ մասնավոր կարծիքը ունենալ, որովհետեւ ի վերջո մենք մարդ ենք, իսկ մարդիկ միշտ համակրանքով եւ հակակրանքով փորձում են դատել միմյանց, բայց իմ մասնավոր կարծիքն է եւ դա իմ խնդիրն է։ Ես իրավունք չունեմ իմ մասնավոր կարծիքը այս կամ այն անձի վերաբերյալ տեղափոխեմ քաղաքական դաշտ։ Եթե ասելիք ունեմ, գաղափարախոսական ասելիք պետք է ունենամ։ Իմ քննադատությունը նրա որ քաղաքական գործունեության վերաբերյալ է, դա պետք է ասվի, սեղանի շուրջ դրվի եւ ներկայացվի կառուցողական քննադատության համատեքստում, ներկայացվի այլընտրանքային մոտեցումներ, որոնք որ մենք սատարում ենք եւ սպասարկում ենք։ Ամսի 6-ին այդ հարթակում հենց հավաքված էին այդպիսի մարդիկ, ովքեր որ գիտակցում են, քաջ գիտակցում են այդպիսի ներքաղաքական դաշտի կայացման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում եւ սա հրամայական է լինելու։ Մենք հիմա աշխատում ենք երկրորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, հարգելիներ, այս առումով օրվա եւ ժամի ու վայրի քննարկումներ են տեղի ունենալու մասնակից անձանց միջև եւ խնդրել եմ ու նաեւ բոլորս հանձնառություն վերցրեցինք այդ օրը, որպեսզի յուրաքանչյուրս մեր շրջապատում, մեր գիտելիքների եւ մեր ճանաչած անձանց համատեքստում հասկանալ, արդյոք կան գուցե եւս էլի նմանատիպ քաղաքական ուժեր, որոնք մաքուր են, կապ չունեն արատավոր բարքերի եւ արատավոր ներքաղաքական իրավիճակի հետ, իմ կողմից հնչեցված այլ 4 գլխանի վիշապի հետ կապ չունեն եւ բացի այդ քաղաքական ուժերը հրավիրվելու են նաեւ հասարակական կազմակերպություններ, գիտնականներ, մարդիկ, ովքեր ասելիք ունեն, մարդիկ, ովքեր չեն կարող աչք փակել այն իրողություններին, որոնք որ փորձում են ծավալել Հայաստանի Հանրապետության շուրջ։ Այս պարագայում նաև մենք բաց ենք առաջարկների համար։ Եթե կան նմանատիպները, ես խնդրում եմ, որ իմ էլեկտրոնային հասցեին, որը դուք ձեր էկրաններին տեսնում եք, անպայման ուղարկել ձեր կարճ նկարագիրը ծանոթանանք։ Ես դաշտում, քանի որ նոր եմ, ես գիտության ասպարեզի անձ եմ, կխնդրեմ, որպեսզի ինքնաբացահայտվենք եւ մի փոխադարձ ծանոթություններ ձեռք բերենք, կարողանանք հասկանալ որքան ենք մենք, ինչ ուժ ենք մեզանից կազմում։ Եկեք համախմբվենք, կարելի է 3 հանգամանքի շուրջ համախմբվել, դա էլ է հանգամանք, որ մենք թիկունք առ թիկունք կանգնենք եւ պաշտպանենք այդ գաղափարները։ Օրինակի համար Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության գերակա արժեք լինելու հանգամանքը, անկախության հռչակագրի գոյության հանգամանքը, պաշտպանության կարիք ունի, հայ ժողովրդի իրավունքների հարցը եւ այլն, հայոց մեծ եղեռնի ճանաչման հարցը, Արցախի հայերի իրավունքների հարցը, դա քննարկելի կետեր են, որոնք մենք կարող ենք քննարկել եւ այդ փաստաթղթի մեջ ներառելու հանգամանքում տեղ գտնեն դրանք։ Ի սկզբանե ես միտք ունեի համանման հռչակագիր տրամադրեի, որ վավերացվեր, բայց հետո մտքափոխվեցի հասկանալով, որ այդ փաստաթուղթը պետք է լինի կոլեկտիվ, այդ կոլեկտիվ փաստաթուղթը պետք է ծնվի եւ դրա համար հաջորդ հանդիպումը բաղկացած է լինելու 2 հատվածից։
Առաջի հատվածը լինելու է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության կոմիտեի ձևավորմանը, որը նաև հռչակագրով է ամփոփված լինելու, նախնական փաստաթղթեր կուղարկվեն բոլոր շահագրգիռ կողմերին եւ այդ անհատները կփորձեն իրենց խմբագրությունները, իրենց դիրքորոշումները, կարծիքները ամփոփ բերեն, կարողանանք մտագրոհի միջոցով ոսկե միջինը ընտրել եւ հրապարակել հավասարակշռված փաստաթուղթ բոլորիս համար։ Անկամ եթե դա բաղկացած կլինի մեկ կետից։ Երկրորդ մասը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությանը, որը հարգարժան Անդրեաս Ղուկասյանը առաջարկեց եւ ես ողջունում եմ այդ առաջարկը, քանի որ աներկբայորեն այն սահմանադրությունը, որը հիմա ունենք մենք, դա հեռու է մեր պաշտպանունակությունը ապահովելուն միտված սահմանադրաիրավական կարգի հիմք համարելու հանգամանքից։ Այնպես որ մեզ նոր սահմանադրություն է պետք, բայց որը ծնված է լինելու մեր ներքին կյանքից, ոչ թե պարտադրված է լինելու արտաքին աշխարհից։ Այս հաղորդման ընթացքում ես փորձեցի շատ կարճ ներկայացնել այն քաղաքական գործընթացը, որը մենք ծավալում ենք, ընդ որում խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը։ Հերթական համապետական ընտրություններին միջև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը մնացել է 5.5 ամիս։ Այնքան արագ է թռչելու ժամանակը, մենք էլ չպատկերացնենք, թե ինչքան արագ անցավ։ Իմ նշած թվի մեջ մտնում են նաև այն ժամանակահատվածը, որ ավանդաբար մենք զբաղված ենք լինում այլ հարցերով եւ որևէ քաղաքական հանգամանք չի սպասարկվում։ Դա նախատոնական եւ հետտոնական իրավիճակներն են, որ ժողովուրդը միշտ լուսանցքում է թողնում քաղաքական հանգամանքները։ Եկեք հասկանանք, որ եթե 26 թվականին ներկայիս իշխանությունները վերարտադրվեցին կամ վերադարձան նախկին իշխանություններից որևէ մեկը, կամ եթե վերարտադրվեց խորհրդարանի այն ձևաչափը, որը որ հիմա մենք տեսնում ենք, ապա Հայաստանի Հանրապետությունը կանգնելու է աղետալի իրավիճակների շեմին։ Ես խնդրում եմ, որպեսզի քաղաքացիական հանրույթը ինքնաբացահայտվի, մարդիկ, որոնք որ մաքուր հետագիծ ունեն, անցած ուղի եւ պրոֆեսիոնալներ են, գրեք ինձ իմ էլեկտրոնային հասցեին։ Հավաքում ենք ընդհանրացակ թիմ։ Մենք փորձելու ենք վերկուսակցական դիտարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմնախնդիրը։ Խորհրդարան պետք է հայտնվեն բոլոր արժանի եւ գործին միտված անհատները, որոնք որ կփորձեն աշխատանք կատարել իրավարարչության համատեքստում, մեզ կձերբազատեն, քաղաքացիական հանրությանը կձերբազատեն բամբասանքից, բանսարկությունից, հանրահաճո պոպուլիստական արտահայտություններից, խաբեություններից, խորհրդարանական դիվանագիտություն ասված Հայաստանում չկա, ինչը որ պետք է լիներ։ Եվ այս իրավիճակում մենք պարտավոր ենք Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում ապահովելու բարձր մասնագիտական եւ մարդկային հատկանիշներ ունեցող անհատների մուտքը, որոշումներ կայացնելու հաստիկների առումով, որպեսզի կարողանանք որակական բաղադրիչը ավելացնելով շատ ավելի հավասարարժեք քաղաքական լուծումներ գտնել ժամանակի մարտահրավերներին դիմակայելու նպատակով։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք մոտ ապագայում եւ հիշեք, որ ցանկացած պատասխանատվություն մեր ուսերից մենք իրավունք չենք գցելու։ Յուրաքանչյուր մարդ, անգամ մեկ հոգին պատասխանատու է հայրենիքի փրկության համար։ Ձեր ուսերից մի գցեք ձեր պատասխանատվության չափաբաժինը։ Մեծագույն կեղծիքն ու սուտը, որ կարողացել են տեղավորել մեր հանրության մտքերում եւ սրտերում, այն է, որ մեկ հոգուց ոչինչ կախված չէ։ Ամեն ինչ արդեն որոշված է։ Ինչ կփոխի իմ ձայնը, իմ ընտրություններին մասնակցելը, իմ ակտիվությունը, իմ пассивությունը, ինչ կարող եմ անել ես։ Դու կարող ես փոխել ամեն ինչ։ Դու կարող ես փոխել աշխարհը։ Քեզ վրայից պատասխանատվությունը մի փոխիր։ Ստանձնիր պատասխանատվության չափաբաժինդ։ Եվ մենք բոլորս միասին մեր կոլեկտիվ աշխատանքով կստեղծենք այն Հայաստանը, որին որ մենք արժանի ենք, որովհետև գործը ծնում է ուժ, իսկ ուժը իրավունք։